Ընդմիջում է, ինչ եք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոշ գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն է ընձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կրակենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Հայոց հելբորդի տղեկ են կանգնած։ Հեսա կգնամ սաղի բերանը կջարտակ կդամ։ Ես ինչ են արի արա։ Նստիվ է։ Վայ ես դրանց արա։ Արդեն ամուսնացել է։ Կապո ես ով։ Որասեպ կրոջը սիրացնեմ կհավատաս։ Մույ։ Իդը գրազ է միկերը, ասում եմ չիս կարա աշխատես պրինցիպ է։ Հեսա այն օրը կծեմ մխոջան էլդուսուս։ Եկա հրապինեք, դեգա գոյ հետ գնացիք։ Արի աղբը կսան։ Ես քնձրոտով ենք էտ հալու։ Արի մաշտով կետանք։ Ապա ես է մեր մեքինը։ Գնա ապինեք, գնա։ Գիտես ինչ եմ մտածել։ Համբարձում ես չեմ ուզում, որ դու կոտրվես։ Դրա համար հիմիկվանից Մտածել եմ, որ դու այն աղջիկն ես, որին ես կարամ անընդհատ նայեմ։ շնորհակալ եմ, բայց ուզում եմ, որ ավելի ռեալ նայես։ Ես ռեալ եմ նայում։ Ես հաստատ կարամ ընտանիք պահեմ։ Համբարձում ես քեզ շատ եմ սիրում։ Որպես ընկեր։ Այդքանը։ Բարի օր ապե։ Բարև ձեզ։ Ես խանութում նա որ։ Ինչ եմ որ։ Ապրանք կա, պետք է բերվեց ֆիստե։ Ինչ ապրանք։ Երշիկ եղեն։ Դուք երևի մենեջերին եք ուզում։ Ապե դե մենեջմենտ ահովա չեմ ճանաչում, խոսքի մի հոգի պետքա, որ այդ ապրանքը տենա ինչա ոնցա բան անենք, էլի։ Ես եմ մենեջերը, դու որ ֆիրման ես ներկայացնել։ Դրանցը որն էր։ Ոբշեմ մխոց երշիկն է էլի։ Հա, պարզա։ Ահա։ Ճշտեցի։ Ասմա 3 կիլո սարդել կա, 2 կիլո կատնային նրբերշիկ։ Մեկեն տնდა ինչ էր ասեց։ Ոբշեմ երշիկ մերշիկ էլի։ Հա, բայց 1000-դ երշիկ կա, որից է ուզում։ Ընկեր ջան, 1000-դ երշիկ կա, դու որից ես ուզում։ Նոր չասեցի, մի հատ գերմանական, մի հատ ֆրանսիական։ Ախպեր ես ձեռ ես առնում։ Չէ, ինչի եմ ձեռ առնում։ Բա կարող է ջոգել ես պետք է գնամ Գերմանիայից ապրանք բերեմ։ Էսի մեր տեղական ապրանքն է։ Ոչ մի բան էլ պետք չի ընկեր ջան։ Ոնց պետք չի։ Կարող է ջոգել ես բանա։ Ես ջան, ես ի՞նչ ձև ես այդպես խոսում։ Արի դու սկաս է։ Արի։ Ով է вообще քեզ ուղարկե։ Տոնդ փոխի լնգեր ջան։ Դու տոնդ փոխի։ Տղեկ ջան, ապավեն ջան, սպասելի ապեր։ Ցավը տանեմ առաջի անգամա խամ է էլի։ Հավքի տար, քանի ոտու ձեռը չեմ ջարդե սրա։ Ինչ ասիր։ Ինչ ասիր։ Հոլալո։ Հոլալո։ Ինչ ասիր արյո։
Ասա գագարի։ Մխոջան ապրեսի լրիվ դարդ է ցավդ տանը։ Նոր տեներ մենեջերը ինչ գիլդի մեր սարքե։ Հազիվ են բաժանը։ Չի հա։ Հա, ապեր, սրա նոր տանեմ գիլդի մա սարքելու, արես քանով եզրափակենք։ Իրան ասա թող շուտ նետի մոտս իրան։ Եղավ։ Բարև մեծ աղբեր։ Բարև։ Ես ինչի է քիթը դավել ցուկ տվերը։ Չէ, ապեր, հավելցուկ չի տվել։ Բանը են, Գաբրիելայի աղբերն է տվել։ Իա։ Ինչով։ Գլխով։ Սենց ոնց որ հագցրեց էլի։ Այ աննորմալ, արա այդ ինչ ես արել, որ դրա աղբերնյակը մոռացել է իր հայ ելնելու մասին։ Թե էդի հայ չէր սկի։ Չէ, ապեր, հայ էր, բայց քո ասացի պես ոնց որ մոռացել էր հայ ելնելու մասին։ Ապեր, բայց այն ինչի համար որ եկել եմ որ ասեմ, ավելի կարևոր է։ Այսօր առավոտ գնացի Գաբրիելային ասեցի, որ ինքը այն աղջիկն է, որ իրան անընդհատ կարամ նայեմ ու չկշտանամ։ Գիտես ինձ ինչ ասեց։ Ասեց ես քեզ սիրում եմ։ Ո՞վ է Գաբրիելը։ Հա, որպես ընկեր էլի։ Որպես ընկեր տատս էլ կսիրեր քեզ արա։ Ինչի։ Հիմա վատա որ տենց է։ Չէ, հա դարդ մի արա։ Ամեն ինչ հետուց է սկսում, հմբոջան։ 90%-ում աղջնյակ տղայնյակ հարաբերությունների վերջը ամուսնությունն է։ Բայց շատ արխային եմ ենգի, որև սերը առանց փող չի կարա գոյատևի, սերը փողով է էլի ոնց որ լիցքավորվում։ Չէ, տենց բան չկա։ Դու ունես քու կարծիքը արտահայտելու ազատ կամք, բայց ոչ իմ մոտ։ Ապեր, բայց սերը ինչ կապ ունի փողի հետ։ Սերը էդի ոնց որ վեհ զգացմունք է էլի։ Այո, վեհ զգացմունք է։ Բայց այդ վեհ զգացմունքը պետք է ջրես, որ չչորանա, իսկ էդի ջրում են փողով։ Ոնց դե։ Հիմա ես որ փող չունեմ, չեմ կարա սիրեմ։ Չի կարաս, ոչ չես կարա։ Կսիրես, մի օր էլ կուզենաս ընկերուդ նվեր առնես, չես կարենա, ու կհիասթափես քեզնից։ Վաղը միսօր կնգատ կուզենաս լավ պահես, հագցնես, կերակրես, չես կարենա։ Դու կնեղվես, ինքն է կնեղվի, ճիշտ է ինքը կարող է ցույց չտա, որ նեղվել է, բայց կնեղվի ապերնյակ ձև չկա։ Հասկացար, ու համ ինքը կհիասթափվի, համ դու քեզնից կհիասթափվես, իսկ դու որ քեզնից հիասթափար, էլ կինդ քեզ ոնց սիրի արա։ Սոված փորին կարաս մի օր սիրես, 2 օր, հա, 3 օր կարը պայթի տարակի, բայց 4-րդ օրը չես դիմանալու այդ սիրելուց գազ բռնես բուդը կծես ուտես, կերար ցավից գորալու է, սերը ինչ եղավ, չքվեց։ Մախոջան, նենց լավ ես բացատրում ապեր, նենց իմ արև ուզում եմ մի սրտե հավատամ էլի։ Սենց բաներ քեզ սկի, հալալ քերու տղայնյակները չեն ասի, ապերնյակ լավ լսի, միշտ հիշի, դադարք ստամոքսով ու տկլոր ջանով սիրել չի լում, չէ, երկրորդը ելնում է, բայց դե դու միտքը հասկացար էլի ես ինչ նկատի ունեմ։ Ապեր, բայց որ տենց հլնի ոչ ես, ոչ քաջիկը, ոչ էլ մեր նման մարդիկ պետք է չամուսնանան էլի։ Չեն էլ ամուսնանում էլի, ուրա, կամ որ ամուսնանում են, մաքսիմում մի հատ երեխա են ունենում, էդի քաջագործություն ալնում, երկրորդը ուժե Գինեսի գրքի մոմենտ է։ Ով լավ է, ոչ էլ տրամադրություն ունեմ արդեն։ Դե հմի էդ է։ Այսքան ժամանակ միջանցքում կանգնած լսում եմ, թե ինչ ես խոսում, մի հատ խելքը գլխին բան չասիր արա։ Արա ոնց կարա իմ տղեն այտենց ախմախ բաներ ասի, հա։ Բայց ինչն էր ախմախ, հա տեսնյակ։ Արա նյուժելի կարելի է սերը իջացնել, հասցնել փողի մակարդակին։ Չէ, ես չեմ իջեցրել փողի մակարդակին հասցրել։ Ես պրոստը ասում եմ, որ հարաբերությունների մեջ առանց փողի բալյուբումու ներվ է մտնում։ Զայրում արանում։ Ներվ է մտնում։ Էդ գիտես ինչից է։ Էդ նրանից է, որ այսքան տարի ապրում ես, չգիտես սիրելը որն է, իսկական սիրելը։ Կյանքս
Դու ասեք ամ ու տաբուրդ ես բաներ չունես։ Ունեմ, բաց չունեմ։ Բան չես եկե քծվում կողքս, բա որ մեկը մտնի մեզ էս տենա։ Հա դե աղբերս ես էլի։ Մի դու կարա սոֆային համոզես, որ ես քո աղբերն եմ։ Չէ։ Սոֆային դու կհամոզես։ Հա այն բանն է եկել, ով էր։ Այն մուշո։ Յախ, խրետ ես զզվսրես թողեց էլի։ Գնա քանի չի բարձրացել։ Գնա ասա վարուժը հոգտած քնած ես, դրա ներվերը չունեմ։ Դու գնա, ես հոգնած եմ, մի քիչ քնեմ էլի։ Ես գնամ մուշային ասեմ, որ ես քնած եմ։ Մի ծիծաղացրու էլի քոնս կփախնի։ Ժանա գնա ասա քնած էլի, ես դրա ներվերը չունեմ։ Վարուժ։ Ապելը տեսով է եկե։ Վարուժ։ Ախպոր պես թող քնեմ էլի։ Հել գնակ մի պարծյան արդի գլորեն կդզվես։ Ուտեմ թաշերըտ։ Մուշ ասում եմ լավ չեմ էլի։ Բերեմ ստե աղանք։ Չէ, դու իջես ես կգամ։ Նայ, աշկը չկպնի հանգարց։ Թե ասա զորիկն ինչը որ աղբոր տղեն ինչ լնի։ Ասա վարուժ։ Ապե գնային մուշեղից բաղասրու էլի աղբոր պես։ Ապեր բան գործերը հովանի։ Ապե դու գնաս բաղասրու, ես քեզ խոստանում եմ, օգտող կճարեմ։ Խոսք ես տալիս։ Հա։ Բայց իրան ոնց բախացնեմ։ Դե չգիտեմ նարդի խաղա հետը մի բան արա էլի։ Արի գրազգանք ես քեզ նարդիով գրեմ։ Դու այ ժանիկ։ Դե արի խաղանք պես ոնց եմ գրում։ Դու գնա ճաշը սարք, ինգեր ջան։ Ոյս քոյ նարդի չեմ աղալում։ Վարուժին էլ ասա արագացնի։ Ապեր չի ուզում իմ հետ խաղա։ Համոզի։ Ապեր ասում եմ, ասպա գնա վարուժին կանչի։ Բայց դրա ներվերը չունեմ, գնասը վարուժը վատ ազգում։ Լավ կփորձեմ։ Արա բայց ապել լավաս թե աղանք, չէ աղբեր, բարկաս դզում է։ Բա, բենակ, բա, որ ասում էի դու աշխատող չես, չի իրավատում։ Պապայիդ ջանը սաղելի, ինքը կտա դու կուտես, ինքը կտա դու կխմես, ինքը կտա դու մաշնից ահներ շնչելով կիշնես, ինքը կտա դու մաշնիտ տակ մարդ կգցես կի կալարես էտանես հիվանդանոց, ինքը կտա դու էշեշ խոսալով ու գովեստի խոսքեր հավաքելով ման կգաս, ինքը կտա բայց մի օր էլ կարող է էլ չունենա որ տա։ Ու դու մաշնից ահներ շնչելով իշնես, բրնեն քեզ լղեն։ Ինքը չի տա, դու էլ էշեշ խոսալով ու վզակոթիտ ուտելով ման կգաս։ Ապեր բայց ես այդ քյալ մենեջմենտին բացատրի որը որից հետո է, խոսքի ինքը էլի չէր ջոգում։ Փուֆ յապավեն, փուֆ։ Գիտես որնա ահավոր ես հարստության մեջ, գիտես, հա? Որը ցավը տանը։ Են որ մեր տղեն, այդ ուխտը, սիրել չգիտի։ Ինքը չգիտի իրական սերը որնա։ Խոսում ես էլ ասում է, եթե փող չլնի, սերել չլնի։ Բա։ Ես հասկանում եմ մխոյիս։ Ինչա խոսում ես կրիկը, իա։ Դե մխոս պիտի սեր տեսներ, չէ իրա կնգանից, որ իմանար ինչ բան է իսկական սերը։ Այ աղջիկ ջան, ոչ չի տեսնում։ Առավոտից իրիկուն Անուշիկը մռուս ասելով հետևից ման է գալիս։ Հե մեջն ինչ կա։ Վռամ հələ դու հիշի սկզբից ինչ էր Անուշիկը։ Էլի մխոս ահագին հետը աշխատեց, որ բերեց մի կերպ տան կնգանման մի բան սարքեց, հա։ Լսի,
Անուշիկս ճիշտ է, մի քիչ կապրիզնի է, բայց լավ աղջիկ է, Մարգարիտա։ Ճիշտ է, մի քիչ աչքը դուրս է, բայց ասող խոսող աղջիկ է, չէ։ Ճիշտ է, մի քիչ փող շատ է ծախսում, բայց մեկ-մեկ էլ իմ համար կոֆե է դնում, պապա է ասում։ Ճիշտ է, մխոյիս կյանքն ուտում է, բայց մի մոռացի, որ շատ ճտպտ է։ Այ վռամ, այդ ճտպտը ինչ կապ ունի է։ Դու բա ճտպտն է, լավ այախցի, Իո։ Թող ճտպտ չլներ, ամբողջ օրը ճտպտ է անում էլի, որ մխոյս ճտունն ու պտունը դուրս է գալիս։ Այախցիկ ջան, դու էլ գնացիր եկար հարսիս ամենալավ հատկության, այդ ճտպտոցի վրա կանգարար, բա ինչ էիր ուզում, բլնգյացին ման թթվեր նստեր, ոչ մեկ է չշփվեր, էդ էիր ուզում։ Անուշիկս առավոտից իրիկուն ճտստում, պտստում է ու սաղիս ուրախացնում է։ Չգիտեմ վռամ ջան, ես իրա ճտոցի ու պտոցի մեջ ոչ մի լավ բան չեմ տեսնում։ Այախցիկ ջան, հիմա դա չի ամենակարևորը։ Ամենակարևորը հիմա մեր մխոյի պահն է։ Վերջ չի վերջո այդ ուխտը պիտի հասկանա, որ փողը հեչ կապ չունի սիրո հետ։ Բաղումուսած բալայես, բաղումուսած բալայես, ջանıra։ Լալայ, լալայ, լայ, լայ, լայ։ Եկար աղբերես։ Արա լավի դարդ է տապավենը։ Արա ասում ես, մենեջերի վրա մունատ զունատ է եկել, հա ինչ-որ։ Ապեր ես ընդեղ չլինեի, չէ, մենեջերը դրա գլուխը ջարդելու է։ Արա ախր, ասում ես էլի, շատ քյալն ավ է։ Ապեր ինչ ես արե։ Համասկում եմ էլի գակ ջան։ Բայց ես թվում է մենք սխալ ենք անում, համա ջան։ Ինչ ավ է։ Էլ որ առաջացին հետ գին չենք խոսացի ապեր։ Այսքան գործ ենք արել համո, բա որ վերջում հանի մեզ մեծ սարձեր կտաս եսա։ Արա չեմ ջոգում, ստե մեկը չկա մեզ կոֆե հույրասիրի։ Որ ձեն չանես, ոչ մեկի մտքով չի անցնի, գիտես։ Պիտի կարվի տլներ է, որ կազմակերպեր։ Այ ես մերն եմ դրա ջանիները, ոնց եմ կարոտի իտ խելարին։ Արա կոֆե բերեք։ Սմբուլիկն է։ Սմբուլ ջան, ոնց ես։ Լավ, ցավդ տանեմ։ Ասես թե սերիալների մոմենտը դզվել է թոյելի գայդ Ռուսաստաններից։ Լսեցիր ապե մխոն ինչ ասում։ Այր ընչու։ Ապեր Անուշիկի հիվանդանոց են տարել, շուտ գնա այնտեղ։ Ինչ եղի։ Չգիտեմ։ Խփում եմ ինձ դեպի այս անգամ։ Ինչ ալ եմ ամեստյակ։ Ցավեր ուներ բալես, բերեցինք, ստուգեցին, ասեցին պիտի պարկի, վտանգ կա էլի, հասկանում ես չէ։ Բայց ինչի սենց է լավ։ Չգիտեմ։ Այսօր կռացած գործ է արել, երևի դրանից եղավ։ Եկեք մենք դրսում սպասենք։ Ինչ-որ բան պետք է բերեմ։ Հլևուր չէ Նարեկ ջան։ Այդ ցավը տանեմ մաքրություն անելը հենց այդ պային բռնեց։ Ախո մի բանն են ցաված ինձ։ Ինձ թված վերջս եկել է։ Դե լավ, մի հուզվի։ Կարևորը որ արդեն ամեն ինչ անցել է ու վտանգ չկա։ Նենց էի վախեցել մխոն, որ մտածեցի, որ կարող է քեզ էլ չտենամ։ Քիչ մնա։ Всё, Անուշիկ, այ չի կարելի քեզ հուզվել։ Ինչքան հուզվել ես։ Բավարարվի այդքանով։
Ինչ հորա, ամեն ինչ տեղ, հա։ Հա, տեսնյակ, հա։ Հա ես քո ցավը տանեմ, Անուշիկ ջան, դու քեզ ով էր ասում պոլ լվա, հա։ Բան մխոն երբ կգա։ Չգիտեմ, հիվանդանոց են գնացել, Անուշիկը լավ չէր։ Յա, էդ ինչ ա եղել որ։ Ես իմ ցավեր ուներ։ Յա, էդ արդեն ծննդաբերում է, հա։ Հենա, լավ առիթ է, կակրած մխոն մեզ աշխատանքի կվերցնի։ Ծննդաբերելու համար հələ շատ շուտ է։ Դե լավ, մենք այսօր էլի կերևանք։ Քաջիկ։ Հա ջան։ Վարդանյանից տեղեկություն չունեք։ Ունենք, ոչ չունենք։ Մի քանի օր առաջ հիվանդանոցում պարկած էր, գնացել ենք իրան տեսնելու։ Ինչ է։ Ոնց թե։ Բայց արդեն դուրս են գրել։ Բա ինչի՞ չեք ասել։ Ինքն էր խնդրել։ Եթե հմբոն չասեր, ես კი չէի ասի։ Հələ նա իսա ուզում է ջարդի գլխից, գիտես։ Բայց ինչի համար է հիվանդանոց պարկել։ Հեմորոյդն են ոնց որ վիրահատել էլի, իմ հիշելով։ Ասել եմ, որտեվ ես վերջերս անդադ ձեզանից էր հարցնում։ Հետո տեց ոնց որ միամիտ բերանիցս փստասրի, ասեցի էլի, որ հիվանդանոցից նոր եք։ Հա։ Ու ես 1000-ից 1 եմ շփոթվում։ Իմ կանխազգացողությունները միշտ ճիշտ են լինում։ Հիմա կարող է գնանք են աշխարհ, տենց ստուգ են բան, պարզվի վերջում ես եմ մեղավոր։ Համբարձում ջան, ես քեզ խնդրեցի, չէ՞ որ սրբուն այդ մասին բան չասես։ Էդի դուք ձեր փայ խնդրեցիք, որ չասենք, իսկ սրբուին իր փայ խնդրեց, որ ասենք։ Հիմա ես ում փայը անեի։ Ես չեմ, դուք եք։ Այդ համարձում։ Սրբուին իմ վերջի հույսն ազգանում ես, եթե նա իմացավ, որ ես հիվանդ եմ, սրտից թույլ եմ, ինձ էլ չի ուզի։ Բայց ես չեմ ասել, որ դուք սրտից եք թույլ։ Բանջից եմ թույլ։ Դե ոնց որ ասել եմ, հետևից։ Ավելի լավ էր ասել սրտից։ Չէ, դե ես ասել եմ, որ ոնց որ հերացրել են, էլի, տենց հեմորոյ ունեիք, հերացրել են։ Չէ, ես բան չունեմ ասելու։ Դու քո ոճի մեջ ես, դու քո գործն ես անում։ Որ չէ հավուրա ինձ գործ։ Հենա մխոնել սրճարանից հանեց, հիմա սկի ես իմ գործն էլ չեմ անում։ Դու փող էլ չունեմ սիրեմ։ Մեկը մյուս հետ ինչ կապ ուներ։ Պետք է փող ունենաս, որ սիրես, չէ՞։ Այդ սիրուն փողն է սնուցում։ Այդ ո՞վ է գլուխդ տենց աղմաղ բաներով լցրել։ Մխոն։ Եթե սիրուն փողը սնուցեր, ասա միլիոնատերերը հիմա ամենաերջանիկ մարդիկ էին էլի, բայց հարցրու երջանիկ են։ Ահա, այս էլ սրբույի։ Պարոն մարդիկ, լեգեք եկեք բացացեք։ Այստեղ պարկեք։ Ինչ անում։ Պարկեք։ Հա։ Ինչի պարկեք։ Հայ մարդ պարկեք, վայ։ Ձեր հեմորոյը նոր են վիրահատել, հասկանում եք, դուք պետքա պարկեք։ Չեք կարա երկար նստեք, պարկեք։ Ահա, այս այդտա մի դոկտերը։ Ահա։ Օհո։ Դու ստեղ ես։ Հա բա, ես մինչև Վարդանյանի շտենամ չեմ կարող քնեմ։ Ներս անցի մի ամաչի։ Զգա քեզ ինչպես ձեր տանը, մեկա ուշտեշուց գալու ես էլի։ Դե լավ, ես գնամ ձեզ չխանգարեմ։ Տակ պետք է լինեմ։ Հələ բայց ինչի հենց մեր հետ պետք է լիներ սենց բան է։ Ավելի վատ կարար լիներ մխո, հələ լավ ենք բրծել։ Դե ես է պետք է չլներ էլի։ Չնայած լող բան ելնում, բայց դե
Մեկը պետք է չներ, ինչքան է որ ելնողեր։ Կմնաս հետս։ Հա, բա ոնց։ Ող մեռնեմ ջանոտ, թե շատ կկարոտեմ քեզ։ Ես եկա Մխո ջան, դու կարաս գնաս։ Չէ, մամեսնիկ ջան, դու գնա, ես կմնամ Անուշիկի մոտս։ Վայ, քեզ չեն թողի, այ բալա։ Բայց ինչի։ Դե տենց է, հո ես չեմ հորինել այդ օրենքները, համ էլ թող գնա տուն երեխին մի քիչ հանգստանա։ Հեսա հերինս իլա գալու։ Մասում էլի, որտև հենց ասում եմ, սկսեմ ես հուզվել։ Լավ Մխո, ես քեզ կզանգեմ։ Ով է։ Հələ էլի դու։ Մխո ջան, ապեր, այս անգամ ոնց որ քո գործի ընդունելը մի քիչ ձգձգվեց, ապեր։ Առաջ բայց տենց չէր, առաջ հանում էիր 2 օրում ընդունում էիր, ապեր։ Էդ ինչ է քո հետ այ ախպեր։ Հələ վաղվար իսկ գնացեք աշխատեք էլի ծերմար, մենակ թե Անուշիկս լավ լինի։ Ապեր, իսկ կարող է մինչև վաղը փոշմանես։ Հəմբու եթե հենց հմի չգնաս ստից, հմի կփոշմանեմ։ Լավ ապեր ջան, լավ ցավդ տանեմ, ես գնացի, թակավոր ախպեր, բարի գիշեր։ Հəմբու։ Հիշում ես, որ այսօր ասում էի սերը չի կարա առանց փողի գոյատևի։ Էդի ուղեղի թելից ջնջի ապենյակ։ Սիրուն փողը չի սենուցում, սիրուն սերն է սենուցում։ Փաստորեն, ես էլ կարամ սիրեմ, հա? Բայց փող աշխատելը պետք է, չի խանգարում էլի, տունը թուլի։ Ռիսկով համո, մտնում ասում ենք, եթե փողը չտաս, ռեմոնտը կիսատ ենք թողում, վերջ։ Հա, ոչ բերանը ջուր չառնես կանգնես, հա։ Եղավ, ապեր։ Դենջի առաջ։ Չուտեք եսա բանման եմ բերում, արա։ Խորոված եմ ասում խապին, կահանը տեսեք ինչ եմ բերել ձեզ։ Ձեր սրճարանում տեղ կա աշխատեմ։ Մելուն թող չիմանը։ Երեխեք, ես ում սեղաններն ա։ Երեխեք, ես չեք լսում, հա։